Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հոդս ածնդելու, հոդս! Հայաստան մտնելու ադրբեջանական երազանքի կոնցեպտն այսպես պատրվելու և մերժվելու է նաև հունիսի 7-ին։ Ուժեղ հայաստանցիները Լեփլեցուն հրապարակին են դիմում 300,000 աշխատատեղ, թե նույնքան ադրբեջանցի Հայաստանում։ Հունիսի 7-ը ոչ թե ընտրություն, այլ հանրաքվե է այս հարցով։ Գնացեք հանրաքվեի, մերժեք փոքրիկ խմբակին, գնացեք ընտրության, լուծեք Հայաստանի ամենակարևոր հարցը, հայկականության հարցը։ Հունիսի 7-ին գնացեք ընտրության, ձեր ծնողների, ձեր տատիկների, պապիկների, քույրերի, եղբայրների հետ, մի մնացեք տանը, Հայաստանը պետք է կատարի ճակատագրական ընտրություն։ Րոպեներ շարունակ Սամվել վարչապետ է վանկարկում հրապարակն այն պահին, երբ ուղիղ կապով հավաքվածներին է միանում Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Պարտության, զիջումների, նվաստացման, նաև աղքատության էջը Հայաստանում վերջնականապես փակվելու է։ Սամվել Կարապետյանը վստահ է, հայ ժողովուրդն իր ամենակարևոր ու ճակատագրական որոշումը կկայացնի հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին հայերը պարտավոր են Ալիևին ուղարկելու հստակ մեսիջ։ Մենք չենք նվաստանալու, մեր ղեկավարը արդեն ուժեղ է, Փաշինյանին ուղարկելու ենք դեպի Ադրբեջան, թող գնա Նախիջևան և հետո Բաքու։ Բեմին պայքարի ընկերների կողքին նաև Ուժեղ Հայաստանի համահիմնադիր Ալեքսան Ալեքսանյանը պիտի լիներ, նա սակայն 2 ամսով կալանավորվեց անհիմն ու անհասկանալի մեղադրանքով։ Փոփոխություն! Նրա ու մյուս քաղբանտարկյալների փոխարեն ընկերներն են խոսում։ Ուժեղ Հայաստանում ազատությունն է գերակայելու վստահեցնում են։ Մենք հավատում ենք, որ մարդասիրությունը լինելու է անսակարկելի արժեք, որովհետև միայն ուժեղ տեսակը կարող է լինել մարդասեր։ Այսօր քեզանից, իմ սիրելի ընկեր, պահանջվում է ընդամենը հաղթել քո ներքին փախը և գնալ ընտրության, որ 300,000 ադրբեջանցիներ չգան, գնալ ընտրության, որ մեր երեխաները չմեծանան ադրբեջանցիների հետ։ Սիրելի հայրենակիցներ, Ուժեղ Հայաստանում բոլորն են շահելու, թե ֆերմերները, թե ձեռներեցները, թե ծերերը, թե երեխաները, թե ուսուցիչները, թե բժիշկները, մեծ հնարավորություններ են բացվելու երիտասարդների առաջ, սովորելու, աշխատելու, ստեղծագործելու։ Հանուն Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաների, հանուն մեր ուժեղ ապագայի, ես երդվում եմ, որ ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։ Բազմամարդ հրապարակը միաձայն ու հստակ պահանջ է ձևակերպում, եկել են իշխանությանն ու նրա առաջնորդին մերժելու, Ուժեղ Հայաստան կերտելու ակնկալիքով։ Սա ասում են ուղիղ, առանց երկմտելու։ Ճամփելու եք։ Ճամփելու եք։ Ավելի էմոցիոնալները հուզվում են։ Աջ ու ձախ ամեն ինչ խլացնող աղմուկի մեջ մի ձայն կա, որ բոլորի սրտին է հասնում։ Եռաբլուրում հազարավոր եռագույնների աղմուկն է։ Լսի Նիկոլ, ուշադրի լսի։ Սա սոս քամուց ծածանվող կտորի ձայն չէ։ Սա տղերքի ձայնն է։ Իսկ մինչև փոփոխության մեծ հանրահավաքը կմեկնարկեր, հազարավոր ուժեղ հայաստանցիներ երթով անցան Երևանի մի շարք հասցեներով, մարդկանց պատմելով, որ փոփոխությանը հաշված օրեր են մնացել։ Տասնյակ հազարավոր մարդիկ միացան, պահանջը հստակ է, փոփոխությունն այլևս անկասելի է, իսկ ուժեղ տնտեսության, ամուր սահմանների, բարեկեցիկ կյանքի երաշխավորված խաղաղության բանալին մեկ տեղում է։ Եթե հայ ես, ես նվաստացած վիճակը ոչ մեկի պետք չէ։ Ուզում ենք փոփոխություն լինի Հայաստանում, դրա համար էլ սատարում ենք։ Կարապետյան Սամվելը շատ հզոր մարդ,
Մեզ ետնցածոր մարդ է պետք։ Հույս ենք տեսնում, հավատ ենք տեսնում, փրկություն ենք տեսնում, չթուրքացվելու։ Միակ ուժն է, որ ըստ իս կարող ենք հիմնվել, որ կփրկի մեզ այս չարիքից։ Օրվա ընթացքում մինչև երթը տեղ կհասներ, հրապարակում ստորագրահավաք սկսեց, թափառողների կանխարգելու մանունը ստացած օրենքի ընդունման պահանջով։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։